Սիրելի բարեկամներ, ես զինվորական եմ, ինձ խորտ են երկիմաց քայլերը և խոսքերը, ինձ համար կա մի հստակ բան, հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանությունները։ Այսօր ես հենց այս փոփոխության պայքարի զինվորն եմ, այնպիսի փոփոխության, որ փրկելու է մարդկանց կյանքը մեր երկրում, այնպիսի փոփոխության, որը կանխելու է պատերազմներ, որպես զինվորական ես լավագույնս գիտեմ խաղաղության արժեքը, քանի որ պատերազմի գինը ես գիտեմ շատերից լավ, ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում, և ինքս էլ դրա համար անձնական ծանր գին եմ վճարել, բայց և այնպես մահը այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը։ Հայաստանն արյամբ է վճարել խաղաղություն ունենալու համար։ Հայաստանն արյամբ է վճարել խաղաղություն ունենալու համար։ Խաղաղությունը վճարվել է հայրենիքի համար զոհված արժանավոր մարդկանց կյանքերի գնով։ Խաղաղությունը վճարվել է տասնյակ հազարավոր տեղահանված ընտանիքների ճակատագրի գնով։ Սիրելի բարեկամներ, կա միայն մեկ առաջնորդ, ով կարող է ապահովել մնայուն և ուժեղ խաղաղություն։ Դա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանը շատ լավ գիտի, թե ինչպիսի զոհողությունների է գնացել հազարավոր հայեր մեր հողը պաշտպանելու համար։ Սամվել Կարապետյանն օգնության ձեռք է մեկնել հազարավոր հայերի, ովքեր կորցրել են իրենց տները, ինչպես նաև աջակցել է վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին։ Այսօր մենք կանգնած ենք ընտրության առաջ։ Կգնանք վախի և ստորացման ճանապարհով, թե արժանապատվության և ուժի ճանապարհով։ Վախ։ Ես տեսել եմ վախը, բայց տեսել եմ մեր թշնամու աչքերում, սահմանին, կռվի ժամանակ, բայց ոչ երբեք հայ զինվորի աչքերում և ոչ երբեք հայ ժողովրդի աչքերում։ Մեր ընտրությունը միակն է ու հստակ։ Մենք ընտրում ենք արժանապատվությունը, ընտրում ենք եկեղեցին, ընտրում ենք մեր հայրենիքը։ Հայաստանի անվտանգությունը փոխվելու է, Հայաստանի անվտանգությունը ուժեղանալու է, Հայաստանում հաստատվելու է ուժեղ և մնայուն խաղաղություն, և մենք Սամվել Կարապետյանի հետ գիտենք ինչպես դա անել։ Թող Աստված օրհնի և պահպանի ուժեղ Հայաստանը։ Շնորհակալություն։